Ողջույն Ֆրոնտ TV-ի սիրելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Տիկին Ստեփանյան, այսօր ձեզ հետ ուզում եմ խոսել խաղաղության պայմանագրի մասին։ Խաղաղության պայմանագրի բոլոր կետերը այլևս համաձայնեցված են։ Դուք ինչ կարծիք ունեք խաղաղության պայմանագրի մասին։ Այո, շաբաթվա վերջին հայտարարվեց խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցման մասին, բայց այնպես չէ, որ բոլոր կետերը համաձայնեցված են, որովհետև տեսեք կողմերը նախ Ադրբեջանը, հետո Հայաստանը այդտեղ ստորացրեցին այս իշխանությանը, որովհետև ասլային համատեղ հայտարարությամբ հանդես կգանք, հետո մենք ադրբեջանական լրատվամիջոցներից տեսանք, որ այդպիսի հայտարարություն է տեղադրվել, որ համաձայնեցված է խաղաղության գնալու, եւ հետո հայկական կողմը դրեց դա ինչքան կարողանում են, ես ասել եմ, չոքածին չոքացնելու են ավելի շատ, այստեղ էլ դա արվեց, բայց Նիկոլ Փաշինյանը թեպետ գնացել է մինչև վերջին զիջման, բայց այդ օրվանից մենք տեսնում ենք դրան նախորդ օրը, դրան հաջորդ օրերը Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, նախ ֆինանսական պահանջ է ներկայացնում, ռազմական հանցագործների վերադարձի պահանջ է ներկայացնում, իրեն վերադարձնելու պահանջ է ներկայացնում, սահմանադրության փոփոխությունը, սրանք ասում են, որ սահմանադրության փոփոխությունը ներառված չէ այդ համաձայնագրում, մենք կարող ենք կնքել համաձայնագիրը, հետո սահմանադրությունը փոփոխվի, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ասում է ոչ միայն մինչև չփոփոխեք ձեր սահմանադրությունը, մենք չենք գնա այդ համաձայնագրի ստորագրմանը, սա իհարկե խաղաղության համաձայնագիրը ասել է զավեշտ է, սա կապիտուլյացիա է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հայության նկատմամբ, ինչ է նշանակում փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, նշանակում է հրաժարվել անկախության հռչակագրից եւ դառնալ թուրքական վիլայետ։ Նիկոլ Փաշինյանը բերեց հասցրեց նրան, որ հայ ժողովրդին դրեց իր քաղաքականությամբ դրեց երկու պետությունների կողմնորոշման մեջ, Հայաստանի Հանրապետությունը ավելի ճիշտ Թուրքիա թե Ռուսաստան եւ այս իշխանությունը, թուրքահապատակ այս իշխանությունը որոշեց, որ պետք է ավելի լավ է դառնա թուրքական վիլայետ, քան ունենա Ռուսաստանի նման ռազմավարական գործընկեր։ Տեսեք, Թուրքիան տարիներ, դարեր շարունակ փորձել է այդ մեծ Թուրանի ծրագիրը իրականացնել, բայց ինչպես ասում են, երբեմն քո թշնամին կարող է քեզ օգնող լինել, այսօր Նիկոլ Փաշինյանը հենց այդ օգնող ձեռքն է եւ ուզում է մեծ Թուրանի մեջ մտցնել Հայաստանը որպես թուրքական վիլայետ եւ աջակցել, որ Թուրքիան իրագործի մեծ Թուրանի ծրագիրը։ Տիկին Ստեփանյան, Ադրբեջանը ասում է, ես պահանջում եմ ռազմական հանցագործների։ Ում է Ադրբեջանը պահանջում, նաև ուզում եմ նշել, որ Հայաստանը ասում է, մեզ չի վիճակվում, որպեսզի մենք մեր գերիներին վերադարձնենք մեր հայրենիք Հայաստան։ Ում է պահանջում Ադրբեջանը, երբ այսօր մենք տեղեկացված ենք, որ Արցախի ղեկավարները գտնվում են Ադրբեջանում։ Դե ոչ միայն Արցախի ղեկավարները, այնտեղ Բաքվի բանտերում շատ ու շատ մեր հայրենիքներ են գտնվում, այդ թվում եւ անհետ կորած մեր զինծառայողներ Բաքվի բանտերում են, ուղղակի մենք պաշտոնական թիվն է միշտ շահարկում 23 հոգի, բայց այդ 23 հոգու մեջ նաեւ կան Վագիֆ Խաչատրյան, Գոռը Սուջյան, տղաներ, ովքեր Գոռը օրինակ հացեր ընդամենը տեղ հասցնում են սոված ժողովրդին, կամ Վագիֆը Կարմիր խաչով մեքենայով գալիս էր, որպեսզի այստեղ բուրզնում ստանար, Բաքուն մաքսիմում պահանջներ է դնում, որովհետև գիտի, որ իր առջև կանգնածը դա կատարող է։ Տեսեք, նախկինում, երբ որ ասում էին ռազմական գործողություններին մասնակցած, ոչ միայն ռազմական հանցագործներ էր որակվում, այլ սկզբից ասում էին ռազմական գործողություններին մասնակցածները, դա մոտ 100,000 հայ քաղաքացու մասիներ, ովքեր պաշտպանել են Արցախի անվտանգությունը,
Բաքուն նրանց էր պահանջում, հիմա ասում է ռազմական հանցագործներին, դե այստեղ շատերը նշում են, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին է, ես կարծում եմ նաև խոսքը, ոչ թե նաև, այլ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ով պատերազմի օրերին, ասենք հրամայում էր, ասում էր, ով ինչ ունի, հագեք գնացեք պաշտպանեք եւ կհիշեք Էրատո ջոկատը կազմավորվեց, գնաց Արցախ այնտեղ մասնակցելու անվտանգության այդ պատերազմում մեր մասնակցելու պատերազմին, գուցե եւ չգիտեմ Գորիսից այն կողմանցավ այդ ջոկատը թե չանցավ, բայց այնուամենայնիվ հական կապեցին եւ ասացին մենք գնում ենք կռիվ, չէ՞։ Փաստացի պահանջում է, ես կարծում եմ, օրինակ Էրատո ջոկատին իր հրամանատարով, Նիկոլ Փաշինյանինով ասում էր գնացեք կռվի, ինչու՞ չէ, որ Ես ուզում եմ նաև խոսենք մեղրի բայց այստեղ խնդիրը հարգելի Անա, այստեղ խնդիրը տեսեք դուք շոշափեցիք ռազմագերիների հարցը եւ նաև երեք իմ Facebook-յան ընկերներից մեկը, ես դա ուզում էի հիշեցնել, Արմեն Ավետիսյան, գրել էր, որ գնացել է օդանավակայան եւ իր էջում էր գրել, գնացել է օդանավակայան եւ իրեն հետ են ուղարկել, ասել են, որ դուք հետախուզվում եք Ադրբեջանի կողմից, չեն թողնել թռնի Ռուսաստան, ես չեմ բացառում, որ առաջիկայում շատ ու շատ քաղաքացիներ գնան օդանավակայան եւ տեսնան, որ Բաքվի կողմից հետախուզման մեջ են։ Չեմ բացառում, որ այս իշխանությունը ցուցակ տված լինի նաեւ։ Այսինքն այն մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել ինքը ազատամարտիկ է, Արմեն Ավետիսյան ազատամարտիկ է, վետերան եւ փորձել է գնալ Ռուսաստան, պարզվել է, որ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է։ Սա այս համաձայնագրից հետո առաջին նման հրապարակային դեպքն էր, որ նա հենց ինքն է իր էջում գրել։ Ես իհարկե կապ չեմ կարող իր հետ հաստատել, բայց վստահ եմ, որ տեղեկատվությունը ճիշտ է, իսկ ես չեմ բացառում, որ այս իշխանությունները շատ ու շատ հայորդիների անուններ տված կլինեն, ովքեր ժամանակին պայքար են մղել, որպեսզի Արցախը ազատագրվի, իսկ ինչ մնում է գերիների հարցին, մենք արդեն համայնքական ճակատշարժումը տևական ժամանակ է, որ զբաղվում է այս խնդրով, թե Հայաստանի ներսում, թե Սփյուռքում, թե միջազգային կառույցներին տարբեր նամակագրություններով, նախորդ օրն էլ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն էր անդրադարձել այս խնդրին, որ պետք է խնդիրը լուծվի բոլոր համատեղ բոլոր ջանքերի շնորհիվ, թեպետ սա ընդդիմությանը դուր չի գալիս, երբ որ ասում են պետք է այս խնդիրը լուծվի, որովհետև ես կարծում եմ որոշ ընդդիմադիրների ձեռք է տալիս, որ այնտեղ գտնվեն մեր հայորդիները, ինչու՞ չէ, որովհետև իրենք այստեղ Նիկոլ Փաշինյանի հետ ջանջիկյար ասելով լավ էլ ապրում են, ինչներին է պետք է այնտեղից գերիներ վերադառնան, այստեղ ինչ որ իրավիճակ խառնվի։ Բայց եթե մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, սա դեռ չի նշանակում, որ առաջին հերթին պետք է մեր գերիները հետ վերադառնան։ Նախ գերիների վերադարձի հարցը Նիկոլ Փաշինյանը դրված էր նոյեմբերի 9-ի պայմանագրում 9-10-ի այդ համաձայնագրում այնտեղ ջրեց, հենց Նիկոլ Փաշինյանը իր ջանքերով ջրեց այդ պայմանագրում այս կետը, գերիների վերադարձի կետը, հիմա էլ անցած օրը լրագրողը հարցնում է իսկ գերիների վերադարձը, ասում է, եթե չենք խոսում, նշանակում է մենք համաձայնության չենք եկել այդ հարցում։ Եթե դուք չեք խոսում, համաձայնության չեք եկել, դուք մի այս իշխանությունը ես չեմ կարող ասել, էլի թուրքը մեզ կարող է իրական այնքան վատություն անել, որքան իրենք, մենք ունենք հարյուրավոր անհետ կորած տղաներ, որոնցից 80-ի տեսանյութերով հայցերը գտնվում են մարդու իրավունքների միջազգային դատարանում, եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք միջազգային դատարաններից հետ ենք բերում հայցերը։ Ուրբաթ օրը ես անհետ կորած ծնողների հետ կառավարության շենքի մոտ էի եւ այդ մարդիկ սարսափած եկել էին, ծնողները պահանջում էին ասելով, որ ինչ է լինելու մեր տղաների ճակատագրի հետ, երբ որ դուք հայցերը հետ եք կանչում։ Այնտեղ ինձ նորից նոր տեսանյութեր էին ցույց տալիս, որ իրենց տղանգերը վարվել է, գերության մեջ է, տեսանյութը նաև գտնվում է Միեդում։ Հիմա դու ով եք քեզ թույլ տվել կամ ով եք դուք, որ որոշեք մեր տղաների ճակատագիրը ձեր գրչով, ձեր աթոռը պահելով։ Այս ասել եմ եւ այո, այս հումանիտար հարցը նաև պետք է լինի իրենց աթոռը կորցնելու հարցը։
անցած օրը ծնողները խիստ բորբոքված էին, այդ թվում եւ գերիների հարցով Մակի գրասենյակի մոտ ակցիա իրականացվեց, կառավարության շենքի մոտ, բոլորն էլ բարկացած են, զայրացած են այս պահվածքից, բոլորն էլ հասկանում են, որ այս իշխանությունը հանուն իր աթոռը պահելու գնում է բոլոր զիջումների, բայց մենք գիտենք դավաճաների հետ ինչ է վերջում լինում։ Եթե բոլորը հասկանում են ինչ է տեղի ունենում, ինչու բոլորը միահամուռ չեն պայքարում եւ չեն հեռացնում այս իշխանությանը, չէ՞ որ Փաշինյանը բազմիցս ասում է եւ անընդհատ այս վերջերս անընդհատ կրկնում է, որ ինձ բերել է ժողովուրդը եւ ժողովուրդն էլ իրավունք ունի ինձ հեռացնելու։ Ես կարծում եմ հասու է այդ ժամանակը, խնդիրները այսպես կուտակված են, փողոց դուրս եկեք, ես երեք Հրազդան քաղաքում եմ, ինչքան անհանգստություն, ինչքան դժգոհություն, ինչքան բոլորն են ուզում, որ համախմբվեն, այսպես Փաշինյանի թեթև ձեռքով նաև մեր խորհրդարանական ընդդիմության թեթև ձեռքով ոնց որ մենք կարողացանք մեր հասարակությանը բաժան անել, հիմա եկել է պահը մեր հասարակությանը միավորելու, մի բռունցք դարձնելու եւ անկախ իրենց հայացքներից մենք պետք է կարողանանք օր առաջ այս իշխանությանը վռնդել, որպեսզի կարողանանք մեր երկրի գոյությունը պահպանել, մեր երկրի այլապես Թուրքիայի հետ գուցե ասել եմ այդ 200 հոգանոց խմբակը կգնա ուրախ զվարթ կապրի, բայց ես չեմ կարծում, որ արժանապատիվ հայը կկարողանա հիմա մեզ ուլտիմատում են ներկայացնում կամ սա կամ պատերազմ, ես վստահ եմ, որ անգամ այս համաձայնագիրը ստորագրվի, թեպետ չեմ կարող ասել, ի վերջո Բաքուն վերջնական ինչ որոշում կկայացնի, գուցե ասի առանց պատերազմի դու պետքա Սյունիքը տաս, որ ես ստորագրեմ, առանց պատերազմի դու պետքա Տավուշը տաս, որ ես ստորագրեմ, եւ քանի սրանք են ես չեմ վարանում ասել, որ կտան, իսկ նման դեպքերում արդեն վախեցնել պատերազմով, պատերազմը ամեն րոպե մեր գլխից կախված է։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ ամեն առավոտ, ամեն գիշեր կարող է այդ կրակը դեպի մեր կողմ գալ։ Տեսեք, ասում են խաղաղության համաձայնագիր, միայն 3-8 ժամվա ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ հերքել Բաքվին, որ չեն կրակել։ Բաքուն հենց այդպես ծադրելով սկսեց Արցախյան պատերազմը։ Եվ այն որ ասում էին այդ համաձայնագիրը ստորագրելու իսկ օրը Բաքուն ասում է, որ ապրիլ ամսին Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Դա նշանակում է, որ եթե ապրիլին հարձակում սկսի Ադրբեջանը Հայաստանի վրա, կասեն, որ մենք կանխեցինք մեր վրա իրականացվող պատերազմը, որը որ մենք նախորոք էինք զգուշացրել։ Թուրքի դեմ կզածին թուրքը մինչև վերջ չոքացնելու է։ Իսկ այս իշխանությունը ցավոք մինչև վերջ կզել է Թուրքի առաջ։ Ինչ ասել։ Իրականում դուք այսպես խոսում եք, ես հիշում եմ Արցախյան դեպքերը, որը որ ստորագրվել էր, որ մինչև 2025 թվականը պետք է արցախահայերը լինեին այնտեղ եւ ռուս խաղաղապահները անվտանգություն ապահովեին, բայց փաստացի 2023 թվականին Արցախը վերջնականապես հայաթափվեց, ինչի հիման վրա ես հիմա մտածում եմ, որ նույնը կարող է կրկնվել նաեւ Հայաստանի հետ։ Այսինքն խաղաղության պայմանագիրը ստորագրվի, Թուրքի ձեռագիրը նույնն է, հարգելի Անա, որևէ պարագայում Թուրքի ձեռագիրը չի փոխվում։ Թուրքը արյունատենչ է, Թուրքը զավթող է, ինչքան շատ զավթի, այնքան լավ։ Մենք ինչքան հիմա բերել է մեզ սա հրամցնում է իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ոչ թե իրական Հայաստանի գաղափարախոսություն է, որովհետև այդ գաղափարախոսության մեջ տեղավորվում է իր իսկ մտածելով այն նոր սահմանադրությունը, որը պիտի հանրաքվեով անցնի, ես վստահեցնում եմ ձեզ, որ այս ժողովուրդը երբեք Թուրքի առաջարկած սահմանադրությանը չի գնա եւ կողմ չի քվեարկի, իսկ այդ սահմանադրությունը քիչ առաջ ասացի, որ իրենց ենթադրում է, որ Հայաստանը դարձնել թուրքական վիլայետ, այս իշխանության պատկերացմամբ իրական Հայաստանը թուրքական վիլայեթն է։ Ինչու Արցախում կատարվեց նույն ձեռագիրը, որովհետև նույն իշխանությունն էր։ Հիմա իրենք կարող են շատերին մեղադրել, շատերին ասել, որ դուք ոչ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր եւ Հայաստանն էր
Արցախի համար կռիվ տվողը։ Արցախը անկախ տեսնելու երազանքը արցախցուներ եւ հայիններ։ Հիմա ինչ է կատարվել, հիմա տալով ես ճանաչեցի Ադրբեջանի ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի ամբողջականությունը տարածքային։ Ռադներդ քաշեք, քանի դեռ դուք չկայիք, մենք բոլորս գիտենք, որտեղից է սկսվում Ադրբեջանի սահմանը եւ որտեղից է ավարտվում ու սկսվում Հայաստանի սահմանը։ Ինչքան կարելի է, հիմա տեսեք, հիմա Հայաստանի երկու համայնքներում դե որքան թուրքերն են փորձում նվաճել, այնքան էլ սրանք են փորձում նվաճել, որտեղ որ ընտրվել են ոչ ԿՊՀ-ական համայնքապետեր, նիկոլական իշխանությունը զավթել է այդ համայնքը, ստեղծել է քաղաքական ճգնաժամ եւ զավթել է։ Հիմա ընտրություններ են Գյումրիում, ընտրություններ են Փարաքար համայնքում, որովհետեւ եթե ԿՊՀ-ական չէին, Նիկոլ Փաշինյանը չէր կարող հանդուրժել նրանց իշխանության լինելը, եւ ես հիմա դիմում եմ եւ փարաքարցիներին, Փարաքար խոշորացված համայնքի բոլոր ընտրողներին, դիմում եմ իմ շատ սիրելի Թասիբով եւ արժանապատիվ գյումրեցիներին, երբեք թույլ չտաք թրքահապատակ իշխանությունը գա ձեզ իշխելու։ Սա լավագույն ժամանակն է, որ ձեզանից, սիրելի գյումրեցիներ, ձեզանով սկսվել է, ձեզանով վստահ եմ ավարտվելու է Հայաստանում թրքահապատակ իշխանության իշխելը։ Դե ինչ, շնորհակալ եմ այսօրվա հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ ես հիշեցնում եմ, որ իմ հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը։ Կհանդիպենք։